Ողջույն, եթերում Կուճուր փոդքասթն է, Կուճուր մտքեր մեծ թեմաներ։ Մենք այսօր որոշել ենք խոսել մեր ամենաթանկ մարդկանց մասին, մամաների մասին։ Դե իմ կարծիքով մաման շատ կարևոր է, որովհետև մաման է քեզ կոպիտ ասած դաստիարակում, մաման շատ կարևոր դեր է տանում կյանքում, եւ եթե նա չլիներ, կյանք չէր լինի, մի կողմից ուղիղ իմաստով ինքն է քեզ ծնել։ Իսկ ինչ ո՞նց ես դիմում քո մամային։ Օրինակ ես իմ մաման դիմում եմ մամիկով, նույնիսկ իմ հեռախոսի մեջ է ինքը գրանցած մամիկով, Մատիլդա եմ դիմում, ոնց որ լավ ֆիգուրա է մեր կյանքում, բայց լինում է չէ որ կռվում ես կամ ինչ-որ բանի հետ համաձայնչես։ Շատ է պատահում։ Հա, Դե դասերի պահով։ Մեկ խոսենք աչքիչներից։ օրինակ քո մոտ բան եկա, չէ՞ որ մայրիկդ քեզ չի թույլ տալու։ Հա, Օրինակ fast food ուտելը։ Հա, մոտ մեր տանը ես երբեք ոչ կոլա եմ տեսել, ոչ չիպսի դեմքը։ Ոչ են հանուն։ Ախպերս մեկ գալիս էր, խմում էր, ասում եմ, ինչ կլինի, ես կմամ ասում եմ, ոչ, դա օգտակար չի, ջիքոյն էլ օգտակար չի։ Մայրիկս իհարկե մեկ թողում է, բայց մեծ մասամբ ասում է, մամի դու շատ ես կերել, լավ, ոչինչ, վերցրա։ Օրինակ իսկ եղել է որ քեզ ասել են օրինակ մամայիդ է սիրում, թե ավելի շատ մամային։ Օրինակ մի քանի օր առաջ մամաս հարցրեց ինձ, ասեց «Կոբ, բա դու մամային ես ավելի շատ սիրում քո, թե պապային»։ Ասեցի «Դե մամ, դա ինձ հաստատ չեմ կարող ասել, որովհետև այդ հարցը որ պատասխան չունի, ասեց «Ես տենց գիտեի, դու պապայիդ ավելի շատ ես սիրում, քան ինքը քեզ փող ա տալի, ես չէ»։ Իսկ քո հետ պատահելան ես դեպ որ օրինակ ծնողներից մեկը մաման կամ պապան պատասխանատվությունը կոպիտ ասած ցրելու համար ասեն գնո պապային հարցրու կամ գնո պապային հարցրու։ Ես որ փոքր էի ճանաչում էի պապայից, դեռ մամայի մոտ էի գնում, մաման ասում էր չէ պապային հարցրու, այստեղ չէի հարցնում։ Երբ որ դու մամային գաղտնիք ես վստահում, արդյոք դա վերջում գաղտնիք է։ Գաղտնիք չի մնում, որ ինքը մաման ասենք զանգում է, հորքուրիդ, մորքուրիդ, քերակնոջը, քերի։ Ու ուզում ես համոզած լինես, որ մամադ քեզ լսում է։ Հարցնում ես, մամ, լսում ես ինձ։ Ասում է, ի՞նչ։ Այո, եղել է, որ մամայի հետ նստում ենք, խոսում ենք, բանը։ Ասում եմ, մամ, լսում ես, ասում է, հետո էլի եմ ասում է, ու թենց։ Մեր 5 րոպեն ու իրանց 5 րոպեն հեշտ նույնը չեն։ Օրինակ, ես ու մամաս որ պետք է գնանք խանութ, ասում եմ մամ պատրաստ ես, ասում եմ հա մի 5 րոպեից, ու տենց կինի ժամ սպասում եմ ես մեր բազգաթորին։ Ինչու է կարևոր շնորհակալ լինել մայրիկին, որ մեզ դիմանում է, որ մեզ կերակրում է, որ մենք շոր ունենք հագնելու, որ մենք նորմալ ալկոհոլ ունենք։ Բա դու? Ես սիրում եմ, երբ որ հայրիկս գնում է աշխատանքի, քուրս գնում է ընկերուհու հետ ման գալու, ընկերուհու տուն, ես ու մամաս նստում ենք, ինչ-որ բան ուտելով խոսում ենք իրար հետ, տենց ասենք բամբասում ենք մի քիչ։ Շնորհավոր, որ դուք այսքան շատ եք դիմանում մեր ձեռը այսքան տարիների ընթացքում։ Ես էլ կմաղթեմ, որ միշտ այդպես բարի լինեք, համբերատար եւ ձեր երեխային միշտ այդքան սիրեք։ Մամ ջան, մաղթում եմ քեզ, որ միշտ ինձ ձեռը դիմանաս ու վերջ ինձ մանկատուն չանցնես։ Մամ ջան, շնորհակալ եմ, որ ինձ ամենից թողում ես անել, ես քեզ շատ եմ սիրում։ Միշտ տենց հոգատար լինեն մեր նկատմամբ ու ուշադիր լինեն մեզ, որովհետեւ շատ բաներ սխալ ենք անում ու ուղղելու հնարավորություն միշտ է որ միշտ մեր կողքից անպակաս լինեն, մեր ծնողները, իրանց ծնողները ու որովհետև ինչքան ավելի շատ շրջապատ ունես, այնքան ավելի հավես են անցնում ժամանակը, օրերը եւ ավելի երջանիկ ես լինում։ Ես մամայից մաղթում եմ, որ երբ որ ջղայնանում են, հետո չունեղում են, որտեղ դա ավելի ճիշտ է, երբ որ ջղայնանում են, երեխաները ավելի կիրթ են լինում։ Իսկ ես մաղթում եմ մամայից շատ ներվե, որ իմ հետ մի քիչ դիմանա գոնեն։ Մամ ջան, մաղթում եմ քեզ առողջություն, երջանկություն, երազանքների իրականություն եւ ամեն օր ժպտալու պատճառ։
Մամ ջան, մաղթում եմ, որ միշտ առողջ լինես իմ կողքը, մեր ընտանիքով։ Մամ ջան, դու աշխարհի ամենալավ մարդն ես ու ես քեզ ճանաչում եմ։ Առանց քեզ կյանք չկա։ Մամ, շատ ապրես, որ իմ ուզածներին ոնց դիմանում ես, խնդրում եմ պահպանի քո ներվերը հետագայի համար։ Մամ ջան, շնորհավոր տոնետ, քեզ շատ եմ սիրում։ Քեզ մաղթում եմ առողջություն ու ներվերը պահի, որտեղ ես ու քույրիկս ահագին կռվելու ենք։ Մամ ջան, շնորհավորում եմ քո տոնը, մաղթում եմ, որ միշտ մեր գլխից անպակաս լինես, միշտ առողջ լինես ու լիքը փող ունենաս։ Մամ ջան, քեզ մաղթում եմ բարի մարտիրոց, ունենաս լավ նվերներ, եթե նվեր ստանաս փող մեզ հետ կիսվես։ Մամ, ես քեզ մաղթում եմ, որ միշտ առողջ լինես, միշտ քեզ սիրել եմ ու սիրելու եմ։ Մամ ջան, ես քեզ մաղթում եմ առողջություն ու միշտ այդպես սիրուն մնաս։ Մամ ջան,